Վերջին օրերին արձանագրում ենք ադրբեջանական կողմի աննախադեպ քարոզչական գրոհները, որ իբրև թե հայկական կողմը խախտել է հրադադարը, տարածվեցին 10-ից ավելի կեղծ հաղորդագրություններ, որոնք Հայաստանի ՊՆ-ն հերքում էր, սակայն Հայաստանի ՊՆ-ն լռում է վերջին օրերի ադրբեջանական կողմի խախտումների մասին։ Վերջին օրերին ադրբեջանական կողմը 10-ից ավելի հաղորդագրություններ է տարածել Հայաստանի կողմից հրադադարի խախտման մասին, սակայն Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական հաղորդագրությունները։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը լռում է սակայն վերջին օրերին ադրբեջանական կողմի խախտումների մասին։ Տեղեկություններ տարածվեցին օրեր առաջ Սոտքի ուղղությամբ կրակոցների մասին եւ ոչ միայն ՔՊ-ն, այլև ՔՊԱ-ական ողջ ոհմակն Արսեն Թորոսյանի եւ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ շտապեցին ստել հանրությանը, նշելով, թե իբրև նմանատիպ բան չկա։ Ավելին, նրանք ասում են, որ կրակոցները տեղի են ունեցել ոչ հայկական դիրքերի ուղղությամբ։ Իհարկե, Սոտքից տարածված տեսանյութերը հավաստում են կրակոցների առկայությունը։ Տեսանյութերի տարածումից հետո հայտարարությամբ հանդես եկավ պաշտպանության նախարարությունը։ Հայտարարության մեջ բառացիորեն նշվում է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում Հայաստանի Հանրապետության տարածքը։ Հարց է առաջանում, ինչ է նշանակում չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ Փաստացի Փաշինյանական վարչախումբը ոչ միայն պատասխան կրակ չի վարում լրացնելու թշնամական կողմին, այլև էժանագին ստեր տարածելով փափուկ բարձ է դնում հայ հանրության գլխի տակ։ Կարելի է փաստել, որ Ադրբեջանը վերջին 5-6 օրերին համակարգային ձևով խախտում է հրադադարի ռեժիմը ճակատի տարբեր ուղղություններով եւ փորձում այն վերագրել հայկական կողմին։ Պաշտպանության նախարարության արձագանքն այն մասին, թե իրենք հաղորդագրություններ են տալիս միայն վտանգավոր կրակոցների ժամանակ, բարձ լեզվով ասած նշանակում է, որ խախտումներ կան, բայց դրանք անկանոն բնույթ են կրում։ Սահմանագծի այն ուղղությունները, որտեղ այս օրերին Ադրբեջանն ակտիվ է, արձանագրվել է մի օրինաչափություն։ Դրանք բոլոր տեղերում արձանագրվում են գրեթե նույն ժամերին եւ նույն պարբերականությամբ, ինչը եւս ապացուցում է, որ դրանք համակարգային եւ ծրագրավորված բնույթ են կրում։ Ադրբեջանն այս քայլով տարբեր խնդիրներ է լուծում։ Նա սպառնում է, որ Հայաստանի կողմից իր հաջորդ պայմանների չկատարումը կբերի առաջնագծի տաքացմանը։ Իր պահանջների կատարման նպատակով ճնշում է եւ ահաբեկչության մեթոդներ գործադրում սահմանամերձ բնակավայրերի բնակիչների վրա, դրանով իսկ փորձելով ազդել ողջ հասարակության վրա։ Ադրբեջանի անկանոն կրակահերթերին չարձագանքնելն իր մեջ ռիսկեր է պարունակում բացասական ազդեցություն թողնելու զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա։ Ադրբեջանական այս սադրանքներին եւ ըստ էության ճնշումներին զուգահեռ հետաքրքիր վիճակ է նաեւ այսպես ասած բանակցային դաշտում։ Իր վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսպես կոչված սահմանադրական փոփոխությունները նախատեսված են 2027 թվականին, սակայն ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը մտադիր չէ սպասել։ Բաքվի եւ Երևանի միջև անշրջելի եւ կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի սահմանադրությունը, դրանից բացառելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն էլ նշել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արադ Միրզոյանի պնդումը, որ Ադրբեջանը իբրև թե նոր նախապայմաններ է առաջ քաշել խաղաղության պայմանագրի համաձայնությունից հետո, անհիմն է։ Եթե հայկական կողմը շահագրգռված է խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, պետք է անհապաղ փոփոխի սահմանադրությունը, հրաժարվի Ադրբեջանին ուղղված տարածքային հավակնություններից եւ չխուսափի Մինսկի խմբի լուծարման ուղղությամբ համագործակցությունից, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։ Այսպիսով, ինչպես տեսնում ենք, Բաքուն շտապեցնում է Հայաստանում իշխող իր կամակատարին կատարել սահմանադրության փոփոխությունը։ Եվ կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանը հանրությանը հերթական անգամ մոլորեցնելու համատեքստում մոտ ապագայում կհայտարարի, որ եթե չփոխենք սահմանադրությունը, ապա պատերազմ կսկսի։